Քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունները լուրջ մարտահրավեր են համաշխարհային առողջապահական համակարգերի համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 2022 թվականին ամբողջ աշխարհում գրանցված մահվան դեպքերի 74%-ը եղել է քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով, այսինքն մեկ տարվա ընթացքում 41 միլիոն մարդ է մահացել քրոնիկ ոչ վարակիչ հիվանդություններից։ Հայաստանում օրինակ 2021 թվականին քրոնիկ ոչ վարակիչ հիվանդություններից մահվան դեպքերը կազմել են ընդհանուր մահացության ցուցանիշի 80%, որի մեծ մասը 54% սրտանոթային հիվանդությունների հետևանքով։ Գարնան ամիսներին ըստ Թերացի վերլուծական կենտրոնի սրացումները զգալիորեն հաճախանում են, ինչը բերում է հիվանդների հոսպիտալացման թվի աճի, առողջապահական ծախսերի բարձրացման եւ կյանքի որակի վատթարացման։ Գարնան ամիսների քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների սրացումների պատճառները բազմազան են։ Դրանցից են ջերմաստիճանի եւ մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխությունները, վիտամինային անբավարարությունը, վիրուսային եւ բակտերիալ վարակների տարածվածության աճը, բույսերի ծաղկման հետևանքով օդում ալերգիաների բարձրացումը, նաեւ ֆիզիկական ակտիվության փոփոխությունը։ Սրացումների մեջ հատկապես հաճախ հանդիպում են մարսողական համակարգի հիվանդությունները, ալերգիկ հիվանդությունները, մաշկային խնդիրները, սրտանոթային հիվանդությունները, նաև հոգեկան խանգարումները։ Գարնանը հաճախակի սրվում են նաև բրոնխիալ ասթման, ստամոքսի եւ աղիքների խոցերը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է, թե ինչպես կարելի է կանխարգելել քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների գարնանային սրացումները։ Շատ կարևոր է սննդակարգը հարստացնել վիտամիններով եւ հանքանյութերով, պահպանել առողջ կենսակերպ, խուսափել սթրեսներից եւ գերհոգնածությունից, հրաժարվել վնասակար սովորություններից, հաճախ գտնվել մաքուր օդում եւ ապահովել 8 ժամ գիշերային քուն։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է լինի չափավոր, կարևորվում է նաեւ բժշկի հետ խորհրդակցելը եւ բուժման կանոնների պահպանումը։ Հիշեք, որ գարնանային սրացումները հնարավոր է կանխել, եթե նախապես ձեռնարկվեն առողջության պահպանման եւ կանխարգելիչ միջոցառումներ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։